Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն առաջինն է ներկայացրել իր ընտրական ցուցակը հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար։ ՔՊ ներկայացուցիչները ընտրացուցակն ու անհրաժեշտ փաստաթղթերը հանձնել են կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ցուցակում ընդգրկված է 283 թեկնածու։ Բաքուն եւ Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից ռուսաստանցիների տարհանման հարցում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հիպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։ Հայաստանն ու Ադրբեջանը նշանակալի օգնություն են ցուցաբերել մեր հայրենակիցների տարհանման գործում, մասնավորապես Բաքուն ռուսներին հնարավորություն է տվել օգտվել Աստարա սահմանային անցակետից, որը 2020 թվականից փակ է եղել անհատական անցումների համար։ Դա իրականացվել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանության նախնական հայտի հիման վրա, նշել է դիվանագետը։ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգություն է հայտնել խտրականության եւ ատելության խոսքի տարածման աճի առնչությամբ։ Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Կլաուս Նոյի Կիրխի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ ատելության խոսքի եւ հանդուրժողականության դեմ պայքարի կարեւորությանը, հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Պաշտպանը մտահոգություն է հայտնել տարբեր հիմքերով խտրական եւ ատելության խոսքի տարածման առնչությամբ։ Հայաստանում սոված թոշակառու չկա, սա պատմական ձեռքբերում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 15-ին ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կենսաթոշակառուների եկամուտը գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը, այն է 61768 դրամը։ Վարչապետի խոսքով այս արդյունքը ձեռք է բերվել տարիների հետևողական քաղաքականության արդյունքում։ Սկսած 2019-ին նվազագույն թոշակի կրկնապատկումից, ապա այն նվազագույն պարենային զամբյուղին համապատասխանեցնելուց։ Իսկ այսօր արդեն ապահովել է ամբողջական սպառողական զամբյուղը, երաշխավորելով, որ երկրում պատկերավոր ասած սոված թոշակառու չկա։ Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը ապրիլի 14-ին ուղարկվել է դատարան եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Դատարանը որոշում է կայացրել Խաչատուրովին կալանավորելու մասին, սակայն քանի որ նա ներկայումս երկրում չէ, իրավապահները հայտարարել են հետախուզում։ Խաչատուրովը մեղադրվում է կաշառք տալու եւ իշխանությունը չարաշահելու մեջ, ռազմական դրության եւ պատերազմի պայմաններում, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։